Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Քեմալական ժողովրդի հանրապետական կուսակցության անդամ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալումից եւ կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ցույցերը։ Այս մասին հայտնում են Ermeni Haber-ը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել եւ պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ եւ հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի հասցեին։ Կատարվածի առնչությամբ 41 կասկածյալ է ձերբակալվել նախագահին վիրավորելու, հավաքների եւ ցույցերի մասին օրենքը խախտելու եւ ոստիկանին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հերքում է, որ քննարկել է ռազմական ծրագրերը Սիգնալի չաթում, որտեղ մուտք է գործել The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, հաղորդել է The Hill-ը։ Ոչ ոք ռազմական ծրագրեր չի ուղարկել եւ դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա նաեւ Գոլդբերգին անվանել է խաբեբայ եւ խիստ վարկաբեկված այսպես կոչված լրագրող, որն իր մասնագիտությունն ստեղծել է նորից ու նորից կեղծիքներ վաճառելով։ Ըստ The Hill-ի միևնույն ժամանակ շատ դեմոկրատներ հարձակվել են Հեքսեթի վրա։ Չկա այնպիսի աշխարհ, որտեղ այդ տեղեկատվությունը պետք է տարածվի անապահով ուղիներով։ Հեքսեթն այնքան է չափն անցել, որ նա վտանգ է ներկայացնում այս երկրի եւ մեր համազգեստով տղամարդկանց ու կանանց համար, ասել է դեմոկրատ падգամավոր Սեթ Մոլթոնը։ Մարտի 11-ին The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար մուտք է գործել մասնավոր սիգնալ զրույց, որտեղ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են Եմենում հութիներին հարվածելու ծրագրերը։ Միջադեպը լուրջ արձագանքներ է առաջացրել մի շարք քաղաքական գործիչների կողմից, իսկ կոնգրեսականները կոչ են արել հետաքննություն սկսել։ Մինչդեռ Պոլիտիկոն գրել է, որ իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հրաժարականին։ Մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության կոլեգիայի նիստ 1941-ից 45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման ընթացքի մասին թեմայով։ Կոլեգիան նշել է, որ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման թեման 2025 թվականին Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքական եւ դիվանագիտական գործունեության գերակա բաղադրիչն է եւ ուղղված է հաղթանակի Հոբելյանին միջազգային լայն հնչեղություն հաղորդելուն, դրա մնայուն պատմական նշանակության հաստատմանը, նացիստական Գերմանիայի ջախջախման եւ Եվրոպայի ստրկացած ժողովուրդների ազատագրման գործում ԽՍՀՄ վճռական դերի ճանաչման ամրապնդմանը։ Ընդգծվեց հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորման գործում հաղթանակի կարեւորությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որը մշակվել է Յալթայի եւ Պոտսդամի համաժողովների արդյունքների հիման վրա։ ԽՍՀՄ-ի առանցքային դերի խթանումը երկրների եւ ժողովուրդների ապագաղութացման գործընթացում, ինչպես նաեւ պետությունների ինքնիշխան հավասարության կանոնադրական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը որպես միջազգային հաղորդակցության հիմնարար տարր, զարգացող բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն մասնակցում է հանդիսավոր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին 1941-ից 45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման կազմակերպչական հանձնաժողովի, նախարարությունների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, արտերկրում գտնվող ռուս հայրենակիցների, ասոցիացիաների, վետերանների եւ հակաֆաշիստական կազմակերպությունների, լրատվամիջոցների համայնքի հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն մասնակցում է հանդիսավոր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին 1941-ից 1945 թվականների։ Այս աշխատանքում ներգրաված են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները եւ հյուպատոսական հաստատությունները, Ռոստրուդնիչեստվո եւ նրա արտասահմանյան ներկայացությունները։ Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բաց առելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին Ագենսիա Բրազիլիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ իր այցը Բրազիլիա կարևոր դեր է խաղում տեղի իշխանություններին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացի մասին տեղեկացնելու գործում։
Թուրքիայում լույս տեսնող հայկական Փարոս հրատարակչությունը 15-ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության եւ ուսուցման պատմություն վերնագրով երկհատոր գիրքը։ Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է, այն տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի հովանավորությամբ։ Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դասյարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ, բայց նրանց անուններն այսօր մոռացության են մատնվել։ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև Հայաստանի Հանրապետությունում հանրապետության դեսպան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Ղրղստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ռուսաստանի Դաշնությունում Ղրղստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոկոնտաև Կուբանիչբեկ Քենեշովիչը համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, ասված է հաղորդագրության մեջ։ Այսօր մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածում ՈՒԱԶ մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաեւ ՀՀՆԳՆ փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Մեղրիի Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Օպերատիվ ժամանել են նաև Մեղրիի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին։ Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, սակայն հնարավոր է դեպքի վայր ժամանեն ոչ թե նշված վարչության քննչական խումբը, այլ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում են ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ էր գտնվում։ Փաստ օրաթերթը գրում է. Փաշինյանական կառավարության անդամներից մեկը Facebook-յան գրառում է արել եւ մասնավորաբար ասել հետեւյալը. Շատ կարեւոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։ Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք, բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը ընտրելով ՔՊ-ին եւ որ այլևս նման սխալ չանի։ Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների։ Ավելին, նույնիսկ թիմ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է այդ սխալն ուղղելու համար։ Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե։ Մի խոսքով ՔՊ-ն նույնն է, թե Փաշինյանը ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը։ Այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ։ Այնպես որ կարկառուն ՔՊ-ականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին։ Ամբողջ Սիրիայում անջատվել է ինտերնետը, հաղորդում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։ Ուղիղ ցանցի տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը, ասվում է հայտարարության մեջ։ Սիրիայում իրավիճակը սրվել էր մարտի սկզբին, երբ բախումներ սկսվեցին ալավինների եւ նոր կառավարության կողմնակիցների միջեւ։ Դրանք ազդել են Լաթաքիա, Տարտուս, Համա եւ Հոմս նահանգների վրա։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1.3000-ը։ Անվտանգության ուժերի գրոհներն ավարտվել են մարտի 10-ին։
Էր Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Պատվիրակությունները լրատվամիջոցների հետ չեն շփվել։ Գործակալության աղբյուրի համաձայն կողմերը համատեղ հայտարարություն կհրապարակեն երեքշաբթի մարտի 25-ին։ ՌԻԱ Նովոստի զրուցակիցը նշել է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների լավ տրամադրվածությունը բանակցություններից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը ցախալ հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 բազաների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է 10 հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 ռազմաբազաներում մնացած ռազմական օբյեկտներին, ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ցախալը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիներին ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է, թողասի այդ մասին։ Երեք հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Հրապարակ օրաթերթին ասեցին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերի նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հրապարակ օրաթերթը հարց ուղեց. ճիշտ է, որ ՔՊ նշած անձն իրենց թեկնածուն է։ Նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրույցի իր թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի պատմական բացահայտմանը։ Հնդկաստանը նվազեցնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կանխելու համար առևտրային վեճը, գրում է Reuters-ը։ Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել կամ վերացնել մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներմուծման 55%-ի վրա, ավելի քան 23 միլիարդ դոլար արժողությամբ։ Նպատակն է 66 միլիարդ դոլար արժողությամբ հնդկական ապրանքների արտահանումը պաշտպանել ԱՄՆ հնարավոր պատասխանատվություններից։ Այս քայլը դիտվում է որպես Հնդկաստանի ամենամեծ մաքսային զիջումը վերջին տարիներին։ Լոս Անջելեսից Չինաստան թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկն իր հետ չի վերցրել անձնագիրը։ Այս մասին CNN-ին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները։ Boeing 777-ը շաբաթ օրը օդ է բարձրացել Լոս Անջելեսի օդանավակայանից։ Ինքնաթիռում եղել են 257 ուղևոր եւ անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռը շարժվում էր դեպի Շանհայ, թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով, սակայն թռիչքից 2 ժամ հետո ինքնաթիռը շրջվել է եւ ուղղվել դեպի Սան Ֆրանցիսկո։ Օդանավի օդաչուն անձնագիր չի ունեցել, ավիաընկերությունը կազմակերպել է անձնակազմի փոխարինում, որպեսզի այդ երեկո ուղևորներին տեղափոխեն իրենց նպատակակետ։ Ուղևորներին տրամադրվել են սննդի կտրոններ եւ փոխհատուցում անհարմարությունների համար։ Նոր անձնակազմը Շանհայում վայրեջք է կատարել 6 ժամ ուշացումով։ Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնեց Բելարուսի նախագահի պաշտոնը։ Եմենում հութիների Անսար Ալլահ խմբավորումը 2 բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին։ Հայտարարության մեջ Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, հավելելով, որ հութի խմբավորումը նաև կշարունակի խոչընդոտել իսրայելական նավերի նավարկությանը, քանի դեռ չի դադարեցվել Գազայի հատվածի պաշարումը եւ անկլավի նկատմամբ ագրեսիան։ Ալ Ջազերայի փոխանցմամբ հութիների ռազմական խոսնակը նշել է, որ Կարմիր ծովում 24 ժամվա ընթացքում Անսար Ալլահն արդեն երկրորդ անգամ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է ամերիկյան Հարի Թրուման ավիակիրը եւ մի քանի ռազմածովային նավեր։ Նա հայտնել է, որ Հարի Թրուման ավիակրի եւ ամերիկյան ռազմանավերի հետ բախումը տևել է մի քանի ժամ եւ խափանվել է Եմենի դեմ նախապատրաստվող օդային հարձակումը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Որպես ԱԺ նախագահ ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի առնվազն դատապարտող կարճ արտահայտություն, ասել է Գեղամ Մանուկյանը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց. Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում ու նպատակ չունեն որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու։ Վստահ եմ, որ պարոն Ավինյանը վիրավորելու նպատակ չի ունեցել։
Գեղամ Մանուկյանն էլ արձագանքել է. «Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թևավոր արտահայտություններ կան, որ հողում տալով դրանց չի կարելի վիրավորել։ Այդպես թևավոր արտահայտությունը անաղուհաց քրդի շուն, բայց որևէ մեկը չի օգտագործում։ Որպես падգամավոր մեր քուրդ եղբայրներից ու քույրերից ներողություն եմ հայցում։ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերին վիրավորելը»։ Լուկաշենկոն հայտարարել է, որ անպայման կկատարի այն ամենը, ինչ նշված է իր նախընտրական ծրագրում։ Նա ընդգծել է, որ խնդիրն այն է, որ Բելարուսը առաջ գնա, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք կպահպանենք տնտեսության սոցիալապես կողմնորոշված մոդելը, հիմնված պետության եւ հասարակության փոխադարձ պատասխանատվության վրա։ Շարունակելու ենք աշխատել պետական կառավարման արդյունավետության բարձրացման, բյուրոկրատիզմի եւ կոռուպցիայի դեմ անողոք պայքարի ուղղությամբ։ Մենք դա կանենք ինչպես միշտ հրապարակային եւ բաց։ Այս խնդիրը մենք կլուծենք այս հնգամյակում, ես խոստանում եմ, ասել է երկրի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այսի շրջանակում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտգործնախարար պաշտոնական ներկայացուցիչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից, օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատու պաշտոնյաների դեմ։ Այս մասին նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վրացիները գրեթե 3 ամիս շարունակ բողոքում են կողմ արտահայտվելով Եվրամիությունում ապագայի համար եւ երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների եւ բռնությունների։ Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար, հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։ Դեկտեմբերին Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարի եւ անվտանգության ուժերի այլ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների մասին։ Հունվարի 27-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանում դիվանագիտական ազդագրեր ունեցողների համար։ Փաստարդը գրում է, որ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին նշել է կոնկրետ չափով տարածք 86600 քառակուսի կիլոմետրով, ավելին հստակ ընդգծել է, որ ինքը Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում ադրբեջանական, ադրբեջանապատմական, հարկավ դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վարկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույց է տալիս, դեռ մի բան էլ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք։ Նիկոլ Փաշինյանը հմեկին տված հարցազրույցում նշել է, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով։ Առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստ թերթի բուն հարցը այն է, թե որտեղ եւ ինչպես են Ադրբեջանը այլև հայտարարել, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այնպես են ճանաչում, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են Արևմտյան Ադրբեջան, բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու եւ ադրբեջանական հորոսկոպով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ։ Ավելին, Ադրբեջանն այնպես է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի 100 քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել։ Երբ Փաշինյանը օրերս իրարը հաջորդ ստատուս փոթորիկ արեց, անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել։ 2023 թվականի հոկտեմբերին արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո Փաշինյանը Գրանադայում ըստ էության միակողմանի հայտարարություն ստորագրեց։ Ի սկզբանե
նախատեսված էր, որ Ալիևն էլ պետք է մեկնի Գրանադա։ Փաստը գրում է, որ Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հարցազրույցում Փաշինյանը նորից վկայակոչում է Ալմա-Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը այն գլխից ճանաչել է ադրբեջանական։ Փաստերթը նաև գրում է. «Էլ ինչի էին տասնամյակներ շարունակ բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե փաստաթղթավորված կերպով Արցախը ճանաչել էին ադրբեջանական»։ Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները եւ շուտով մտադիր է դրական հայտարարություն անել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ Ըստ աղբյուրի բանակցությունները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձագիտական խմբերը վարում են Էրիդայում, չափազանց լավ են ընթանում։ Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի, հավելել է աղբյուրը։ Երկուշաբթի օրը Էրիդայում ավարտվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը։ Ավելի քան 12 ժամ տևած խորհրդակցությունից հետո, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգոր Կարասինը եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան պատվիրակության կազմում էին ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Փիքը, պետդեպարտամենտի քարտուղարության պլանավորման տնօրեն Մայք Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգի եւ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Մախաչկալայում այսօր առավոտյան երկու խոշոր պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել կան վիրավորներ։ Առաջինը կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկում։ Բռնկված հրդեհը տարածվել է բնակարաններում, շենքի քարերն ընկել են կայանված 15 մեքենայի վրա։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել բջջային կապի սրահում։ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի եւ Խերսոնի շրջաններից, գրել են ԶԼՄ-ները։ Մոսկվան կարող է նույնիսկ փորձել գրավել այլ շրջանների մասեր, օրինակ Դնեպրոպետրովսկը կամ Սումին, իսկ հետո փոխանակություն առաջարկել Խերսոնի եւ Զապորոժիայի հետ։ Կամ Թրամփը կազդի, որ նրանք հեռանան, կամ նրանք մեզ կասեն՝ մտեք ձգձգվող բանակցությունների մեջ եւ զուգահեռաբար կիրառեք ռազմական ուժ վերահսկողություն հաստատելու համար։ Սա մեզ համար ամենավատ տարբերակն է, ասել է ռուս պաշտոնյաներից մեկը։ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կարող է հեռանալ պաշտոնից։ Սպիտակ տանը ակտիվ քննարկումներ են ընթանում ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մայք Ուոլսի ապագայի վերաբերյալ Եմենում ԱՄՆ հարվածների մասին տվյալների արտահոսքից հետո։ Պոլիտիկոն հայտնում է, որ նրա հրաժարականը չի կարելի բացառել։ Սպիտակ տան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո որոշում կկայացնի 2 օրվա ընթացքում, քանի որ նա հետևում է զարգացումներին տվյալների խախտման մասին հաղորդումներից հետո։ Ատլանտիկ ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է սիգնալ հավելվածում Սպիտակ տան գաղտնի խմբային չաթում։ Դրանում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ ռազմական գործողության մանրամասները։ Այժմ Սպիտակ տունը հետաքննում է ինչպես է խմբագրի հեռախոսահամարն ավելացվել կառավարության չաթում։ Անցած գիշեր Ստամբուլում կրկին թեժ է եղել կալանավորված քաղաքապետի կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր։ Դրանք ջրով եւ ռետինե մահակներով սրելու փորձեր եւ Էրդողանի 6 զայրացած գրառում սոցցանցում։ Թուրքիայի նախագահը ընդդիմությանը մեղադրել է արգելված ֆետոյի հետ կապ ունենալու մեջ, նրանց անվանելով մարգինալներ եւ քաղաքական առևտրականներ։ Երեք երեկոյան ձերբակալվել է եւս 43 մարդ։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 1200-ի։ Առավոտյան ձերբակալությունները շարունակվել ու դրանք եղել են հասիական։ Այսօր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Անդրանիկ Մարգարյանի մասին լսած պատմություններ։ Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին, ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։ Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում, տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափար
գաղափարախոսության թեզերը։ Տրամաբանորեն նրանք հաճախ հայտնվել են խորհրդային ԿԳԲ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար։ Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում։ Նա երբեք չէր մատնում իր համագիրներից ոչ մեկին։ Իսկ գիտեք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։ Տարիներ առաջ Անդրանիկ Մարգարյանը կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորն այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռևս այն ժամանակ նա խիստ կարևորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։ Մենք ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը ձեր համար ամենացանկալին կլիներ, ձեր գործը շարունակելով, գրել է Մամիջանյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի նախկինում հատկացված արտակարգ բյուջեի ծախսերը գրեթե 3 միլիարդ դոլարով, որից 2.5 միլիարդ դոլարը նախատեսված է արտաքին օգնության համար։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը։ Նրանք ասում են, որ Թրամփը կկրճատի ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ընդունված 2023 թվականին պարտքերի ավելացման օրինագծին հատկացվող արտակարգ ֆինանսավորման չափը։ Պորտալը գրում է, որ մոտ 2.5 միլիարդ դոլարը, որը Թրամփը նախատեսում է կրճատել, պետք է հատկացվեր արտաքին օգնության համար, ներառյալ աջակցությունը միգրացիայի եւ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին, Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսական զարգացմանն առնչվող նախագծերին։ Այնուամենայնիվ միջոցները չեն ազդի դաշնակիցների, այդ թվում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։ Պաշտոնյաներից մեկը պորտալին ասել է, որ օտարերկրյա օգնության ֆինանսավորման մի մասը ուշադիր ստուգված չէր, լավ մտածված չէր։ Իրականում դրանք ոչ միայն չեն համարվում արտակարգ իրավիճակներ, այլև հավանաբար ամենացածր առաջնահերթ ծախսերի տեսակներից են, որոնք կարող են հատկացվել, նշել է նա։ Մնացած մոտավորապես 9.4 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորումը, որը նախատեսված է 2023 թվականի օրենքով կմնա անձեռմխելի, գրել է Semafor-ը։ Թուրքիան վերջին օրերին հակակառավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Մեր փողոցների ահաբեկումը եւ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությանը սպառնացող վտանգը բացարձակապես չի հանդուրժվելու, հայտարարել է թուրք պաշտոնյան։ ԶԼՄ-ների եւ իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա, այդ թվում ԱՖՊ լրատվական գործակալության ներկայացուցիչը։ Այս տեղեկությունը հաստատում է նաև գործակալությունը։ Թուրքիան բողոքի ցույցերը մեկնարկել են Ստամբուլի ինդիմադիր քաղաքապետի եւ նրա թիմակիցների մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանությունները Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան։ Իմամօղլուն էլ հերքում է մեղադրանքները, դրանք անվանելով զրպարտություններ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող քաղաքապայմանագիրը իր ողջ ռեսուրսով եւ քարոզչական եւ պաշտոնական աշխատում է չեզոքացնել Վարդան Ղուկասյանին։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն բակ-բակ շրջելու արդյունքում ԿՊ-ն պարզել է, որ նախկին Թալանչի եզրույթը Գյումրիում արդիական չէ եւ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է։ Ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել։ Անգամ ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին եւ թեկնածուներին երեք հայտարարեց, թե 8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այսինքն ըստ Էմմա Պալյանի մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են, այդ թվում եւ Եվրադաշինքը, որը օր ու գիշեր եվրոպական արժեքներ է քարոզում ի հակադրություն կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչությանը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորում է Հունաստանին անկախության օրվա առթիվ մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքները Հունաստանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ երկարամյա բարեկամությունը հիմնված փոխադարձ աջակցության տարբեր ոլորտներում սերտ եւ ակտիվ համագործակցության վրա։ Նշված է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։
Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ։ Պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը։ Այս մասին այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Այն կդյուրացնի բեռնափոխադրումները, մասնավորապես նշել է Աբբաս Արաղչին։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 25-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա, հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։